Բարև բոլորին, այսօրվա ու ամեն օրվա իմ թեման միշտ լինելու է կարնիվոր դիետան, բայց այսօր ես ուզում եմ ինձ համար գոնե նշել 9 առավելություններ իմ համար, հարմարավետ առավելություններ կարնիվորում։ Հիմա առաջինը դա նա է, որ ընդհանրապես աղիքներում գազեր չկան և ընդհանրապես փքվածություն չկա, ու դա շատ նորմալ երևույթ է կարնիվորի դեպքում ու շատ հարմար է ու շատ մի խոսքով շատ լավ ես զգում, թեթև ու չես զգում, թե աղիքներիդ մեջ ինչ-որ մի բան կամ ստամոքսումդ ինչ-որ մի բան կա, լրիվ դատարկություն ես զգում, են մենակ հնարավոր է ջուր խմելու ժամանակ մի քիչ, ես հանքային ջուր եմ խմում, մի պահ հանքային ջուր խմելու պահը կարող է այս մի քիչ փքվածությունը անցնել, դա իհարկե գազը չեմ հանում, հենց գազավառված եմ խմում, դա է այդպես։ Երկրորդը կորել է ժոգա ասվածս, որ ժոգա չունեմ, իժոգա, բայց նաև նկատել եմ, որ երբ որ մի քիչ ես չարաշահում եմ կոֆեն, ինչը որ այդպես էլ ամեն անգամ ասում եմ, ու դա արդեն չեմ, այնպես է ստացվում, որ չեմ կարող կոնկրետ կոֆեին չէ ասել, հնարավոր է այդ դեպքում մի քիչ թեթև, իսկ ընդհանուր առմամբ բոլորովին ժոգա ասվածը մոտիցս, ինչպես ասում են, վերացել է, կապ չունի դա ինչ տեսակի միս եմ ուտում կամ ինչ տեսակի ճարպ եմ օգտագործում, այդպես ինքը չկա, որ ասեմ, թե կա։ Հիմա երրորդ առավելությունը իմ համար, որ բոլորովին չեմ խառնվում իրար, թե ինչ պատրաստեմ, ինձ հասնում է իմ մի քանի գրամ, 200 գրամ այնտեղ պլյուս մինուս միսը, էդը պատրաստում եմ, եթե ժարիտ անելու է, ժարիտ եմ անում, եթե դուխովկա դնելու է, դնում եմ դուխովկա, իսկ եթե խաշելու, մի ժամանակ, ոչ թե մի ժամանակ, ես ընդհանրապես համեմունքներ շատ եմ սիրում, շատ, բայց ես ասեցի, որ համեմունքներից ինձ մոտ ախորժակ է բացվում, ու այս սկզբնական շրջանում համեմունքներ էլ էի օգտագործում, բայց հետո այդ համեմունքներն էլ հանեցի, ու ընթացքում ես հասկացա, որ իմիջիալոց մենակ աղով պատրաստելը, երբ որ միսը նամանավանդ, որ ժարիտ եմ անում կամ դուխովկա եմ դնում, ավելի մսի համային երանգները ավելի պարզ են զգացվում ու ավելի համեղ է թվում ինձ, որովհետև դա արդեն մենակ մսի համն եմ ես զգում, այլ ոչ թե տարբեր համեմունքների համեր, միգուցե բացի մսից, այսպես շատ հարմար է, չեմ խառնվում, դե մարինատ էլ չեմ անում, միսը ասենք դնեմ, անում էի մի ժամանակ տարբեր ձևի մարինատներ, էդ էլ չեմ անում, նույն րոպեի նախ ցանում եմ ու վերջ։ Չորրորդը նա է, որ իմ համար քաղցրավենիքն եմ մոռացել, քաղցր ասվածը, շաքար ասվածը, ընդհանրապես ուգլիվոդ ասվածը, մտքովս չի անցնում, ընդհանրապես չի անցնում, միգուցե ուղեղով պահի տակ, գիտեք ոնց ասեմ, բայց կարելի է, բայց
Այդ պահը, երբ որ արդեն պատկերացնում եմ, որ դա հենց հիմա կբերեմ ես կուտեմ, հավատացեք, այդ նույն կուշտ պահին մոտս զզվանք է առաջանում նույնիսկ այդ պատկերացնելուց, այնպես որ էդ էլ է իր հերթին կորել։ Հետո 5-րդը, որ դու միշտ հագեցած ես ու ստամոքսդ լիքը չէ, այսինքն դու միշտ կուշտ ես, բայց ստամոքսդ եւ աղիներդ դատարկ վիճակում են ու դու կուշտ ես, այն ասածի նման դու կուշտ ես մինչև կոկորդդ, այդ կարգի, բայց որ դատարկությունը ու թեթևությունը զգում ես քո աղիքներում եւ ստամոքսում, այդ միանշանակ է։ Տես օրինակի համար մարդիկ օպերացիաները երբ որ անում են, նորից եմ ասում, ես այստեղ ոչ մեկի բանը չեմ, ով ինչ ուզում է, ոնց ուզում է, թող այդ ուղղությամբ գնա, ուղղակի ես մի պահ ամեն ինչը պատկերացնում եմ իմ վրա, միշտ ինչ էլ որ լինի, ես իմ վրա եմ պատկերացնում, իսկ եթե ես օպերացիա տայի անել ու լավ գալիս է դա մի ժամանակ, երբ որ հեղուկ վիճակում ես այդ ամեն ինչը մանրացած վիճակում ես ուտում եւ պարզ է, բնական է, որ չես կարող ուտել մի քանի ամսում ու պարզ է, որ կալորիականությունների արդեն քիչ քանակության դեպքում դեֆիցիտի ժամանակ մարդը նիհարում է, այդ պալյուբոմ բանով, նոր ասում են պալյուբոմ ռասկլադու, դա հաստատ, այդ դու նիհարում ես, այնց չի, որ չես նիհարում, ուղղակի այստեղ արդեն գնում է խոսքը որակով ու անվորակ նիհարելու մասին, այդ դու կարող է ուտես մի կտոր տորտ ու ընդհանրապես չուտես ու դա քեզ համարես, որ դու կալորիականություններդ քիչ են ու դա առողջ ապրելակերպ է, դա էլ կա իր ձևը, չգիտեմ, ինչ որ ոմանք այդպես են անում, դա նրանց կարծիքն է, նրանց գործն է։ Հիմա ասածս ինչ է, երբ որ այդ օպերացիայից հետո դու արդեն կամաց ամեն ինչը հաշիվում ես ըստ կալորիաների, ամեն մի քիչ բալանսիրovat, էլի նորից գալիս է այն մի պահը, որ դու ուզած թե չուզած ախորժակիդ հաշվին, միգուցե եւ ինսուլինային ռեզիստենսի կամ այդ ինսուլինի բարձր քանակության հաշվին կամ շաքարի արդեն օգտագործումից մի խոսքով պալյուբոմ դու սկսում ես քիչ այդ ուտելիքը ուտել ու նորից կամաց դա վերադառնում է, եթե նորից կոնտրոլ չես անում, եթե կամքի ուժ ասվածը այնպես պինդ չի, օրինակ շատերի մոտ կարող է դա նաև շատերին, ես նկատի ունեմ նաև ինձ, կարող է դա հետ վերադառնալ, իսկ այս դեպքում, երբ որ դու նախ կուշտ ես ու քիչ քանակությամբ, դու ինքդ էլ ես զգում, որ նույնիսկ այնքան դատարկ է ստամոքսդ, երբ որ մի քիչ այնքան է արդեն սեղմվել, որ հանկարծ մի քիչ ես ջուր ընդհանրապես կարնիվորի ժամանակ շատ եմ խմում ու ընդհանրապես ես միշտ ջուր եմ խմել, ես մի քիչ ջրային մարդ եմ ու հիմա էլ կարելի է ջուր խմել, նույնիսկ այն դեպքում, երբ որ զգում ես, որ մի քիչ ջուրը ավել ես խմում, այդ պահը զգում ես, որ ոնց որ փոքրացած է այդ ջուրն էլ տենց չկարողանա ընդունել, ինչպես որ միշտ ընդունել է։ Ու չես, հա, հետո 6-րդը ընդհանրապես չես մտածում ուտելու մասին, երբ որ այդ ինտերվալը կա, ասենք տարբեր, դե ես ինձ կոնկրետ ժամ չկա, կարա 10:30-ից մինչև 12-ը առավոտվա լինի, իսկ երեկոյանն էլ կարող է լինել 4-ից մինչև 5 ընկած ժամանակաշրջանում, դրանից արդեն այս կողմ կամ այն կողմ չկա, հիմա այդ ընթացքում ես չեմ մտածում, որ ինչպես պատրաստել, ինչ բաղադրատոմսով պատրաստել,
ինչպես անելի, որ համով լինի, որ լավ լինի, որ էս լինի, հետո ինչը ինչին խառնեմ, ինչը ինչ անեմ, մի խոսքով, ինչպես որ ընդհանրապես մենք պատրաստում ենք, չէ, լյուբոյ սնունդը, ինչպես մենք պատրաստում ենք տարբեր ճաշեր, խորտիկներ եւ այլն։ Իսկ այս դեպքում մի սաղը ի վсё, չես էլ մտածում այդ մասին, թե ինչ պիտի լինի։ Գցում ես, ուտում ես ու նույն րոպեին ոնց որ ասում են բերանը ցրփում, վեր ես կենում։ Հետո չկա ուրվացությունը, ես ասեցի, ահա չկա ուրվացություն ասելով չկա դեմքի շատ այդպես իհարկե իմ մոտ դեռ գոյություն ունի, որովհետև դա ես այնքան մեծ քաշ ունեմ, որ չեմ ասի, թե վсё, պրծավ էլ ոչ մի բան հիմա չկա, բայց որ մի քանի անգամ քչացել է, նույնիսկ առավոտյան վաղ արթնանալուց դու չես զգում ոչ այնքան ձեռքերի, ոտքերի կամ դեմքի ուրվացություն, այդքան շատ չկա, ինչքան որ սովորական ուտելու ժամանակը, որովհետև կոնկրետ իմ դեպքում եւ իհարկե շատերն են դա նկատում, կոնկրետ իմ դեպքում ուգլիվոդը ինքը ջուր է պահում օրգանիզմում, կոնկրետ իմ դեպքում դա ահավոր շատ, հերիք չի, որ ինքը ճարպ է կուտակում ու պլյուս դրան ավելնորդ հեղուկ էլ է պարունակում, պահում իրա մեջ։ Երբ որ այդ ամեն ինչը հանել եմ, փառք Աստծո, չեմ ասի հենց մինիմում վсё, չորացել եմ էլ ոչ մի բան, բայց ես զգում եմ, որ այդ ուրվացությունը կամաց մեջիցս էլ է հելնում, որտեվ այդ ուգլիվոդը չկա ու ջուրը այդպես չի էլ հավաքում։ Հետո 8-րդ առավելությունը նաև նա է, որ քնկոտությունը ճաշից հետո դա չի լինում։ Երբ որ նորից եմ ասում ես, բայց դա շատերի մոտ է այդպես։ Երբ որ դու ուտում ես խառը սնունդ, թեկուզ լինես աշխատատեղում, թեկուզ լինես տանը, կապ չունի, որտեղ էլ որ լինես, պարտադիր չի հենց այդ քնկոտություն ասվածը, որ պարկես գնաս քնես, չէ։ Միշտ էլ լինում է հացից հետո մարդու մոտ քնկոտություն ու թուլություն։ Չեն ասում, որ ասում են կուշտ կերավ, հիմա էլ քունն ա գալի։ Հիմա միշտ էլ այդպես է եղել, իմ մոտ ոչ թե հենց քունս եկել գնացե քնել եմ, չնայած դա էլ ա եղել, եթե իհարկե պարապես տանն ես, բայց ասնավնոյ զգում ես այդ թուլությունը ու քնկոտությունը արդեն դու զգում ես, որովհետև այդ դեպքում նորից կտրուկ բարձրանում է այնտեղ եւ ինսուլինը եւ այնտեղ կտրուկ բարձրանում է շաքարը։ Շաքարի ինսուլինն է բարձրանում, հետո հետևից ոնց որ ասում է շաքարը։ Ու այդ դեպքում առաջանում է այդ քնկոտությունը։ Ուզես թե չուզես դա լինում է, եթե ուզենաս կամ չուզենաս։ Փառք Աստծո հիմա դա չկա։ Հիմա կարող է պահի տակ քունս գալ այն պատճառով, երբ որ տեսեք գիշերները երեկոյան պարկում եմ նորմալ քնում եմ, այնքան եմ քունս առնում, որ արդեն ես վաղ եմ արթնանում։ Վաղ արթնանալուց էլ այնքան վաղ, որ նույնիսկ դա ինձ այդքան վաղ էլ պետք չի, կարող է պատահի օրվա ընթացքում պահի տակ այդ ասենք քնում եմ, լավ քնում եմ, 4-ին արթնանում եմ, 4-ին արթնանամ, ինչ անեմ, երբ որ ոչ հիմա աշխատանք կա աշխատելու, ոչ էլ ինչ-որ կարևոր գործեր ունեմ, որ ասեմ, հա, իմ դեպքում, այս դեպքում շատ վաղ է։ Էնպես որ կարող է այդ չքնելու պատճառով մի քիչ տևական այդ քնկոտությունը լինի, բայց դա էլ է անցողական, դա էլ է գնում։ Հետո իմ համար ամենակարևորներից մեկը, իմ 9-րդ ամենակարևորներից մեկը, որ ներվային համակարգդ ստաբիլ է, ավելի ստրեսակայուն ես դառնում, ավելի տագնապները այդ մոտիդ քչանում է, ավելի ստրեսակայուն ես դառնում, ավելի ներվային համակարգդ հանգիստ է, այնպես որ իմ համար իմ դեպքում շատ են այդ առայժմս պլյուսները, իսկ քաշի պահով էլ ժողովուրդ ջան,
Էդ այնպես չի, նորից եմ ասում, այսքան տարվա հավաքած է, մի օրով ես մատի մի հարվածով ճտցնեմ, ասեմ, всё, էլ գոյություն չունի, էլ հենց հիմա ես արդեն դառել եմ Դյումովը, չկա այդ հաստատ այդպես չի լինելու, դրան ժամանակ է պետք։ Իդեպ ես այսօր նույնիսկ ինձ այնքանով զսպեցի, որ ասել եմ, չէ, իմ տան երկու կշեռքներն էլ չեն աշխատում, ոչ թվայինը, ոչ այնպես մեխանիկականը, ուղղակի չեն աշխատում։ Թե տանը հիմա անգործությունից, թե ինչից երկար ժամանակ մնացել են, չեմ օգտագործել, այդպես նրանք չեն աշխատում։ Հարևանի տանը լինելով գիտեի, որ այդ մեծ նորմալ կշեռքներից կա, ճիշտ կշռող, ինքը ասեց, հենց ինքը այդ աղջիկը իրան ասենք այտենց պետք չէր, ուղղակի որ կշեռքը տանն էր, իրենց կշեռքն էլ չէր, մյուս հարևանի կշեռքը այս մարդու տանն էր, ասեց բարձրանամ ես կշռվեմ, ասի կշռվի, ինքը կշռվավ ու ես մի կերպ հավատում եք, ես ինձ զսպելով, բայց ես կշռվի, ասի չէ, ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ ես հիմա չեմ կշռվի, ավելնորդ ոչ ստրեսի հավես ունեմ, ոչ ավելնորդ մտածելու, ասել եմ 15-ին, ուրեմն 15-ին էլ կկշռվեմ ու չկշռվեցի, կշեռքը չի փախնի, ամսի 15-ը կգա, ես կկշռվեմ, այն որ ես իրոք երեկ ուրախացել էի, որ այդ 4 սանտիմետրները գնացել էր, էդ էլ ուրախանալու մի առիթ է, այն որ ամեն անգամ ես զգում եմ ինձ ավելի թեթև, էդ էլ ուրախանալու առիթ է։ Ինչ մնում է ֆիզիկական բաներին, քայլելուն կամ ուժային ինչ որ տրեներովկեքին, հես եկա այն եզրակացության, որ կարելի է մի քիչ էլ գոնե առնվազն մի ժամանակ էլ անցնի, ավելի թեթև քաշի դեպքում ավելի հանգիստ կլինեմ ու ավելի քիչ ծանրաբեռվածություն կլինի ոտքերիս, սուստավներին կամ չգիտեմ մեջքին, ես այդպես եմ գտնում, թե հիմա դա ինչպես ասեմ, իմ ծուլությունից է, թե հիմա դա ինչ է, բայց չեմ ուզում այդքան նագրուսկան տամ չոքերին, չգիտեմ, որովհետև նոր է այդ ցավերը մեղմանում, նոր է քչանում, ճիշտ է չի անհայտացել, բայց որ մի քանի անգամ, ոնց որ ասում են մի քանի հազար անգամ քչացել է, այդ իրոք այդպես է, ինքը քչացել է, այն մի բանը, որ ես կարողանում եմ արդեն, ոնց որ ասում են, չոքել, չէ, չոքելը դեռ չեմ կարողանում, բայց պպզել ասված բառը, ոնց են ասում գրական, կքանստելը դա արդեն կարողանում եմ, փառք Աստծո, այնպես չի, իսկ մի ժամանակ չէր թողում չոքերիս ցավը, ոչ թե մենակ ցավը, այնտեղ հարցը ցավն էլ չի, հիմա էլ կարող է կքանստեմ նորից ցավը զգամ, բայց արդեն ճկունությունը կա, ինքը ճկուն է, ինքը կարողանում եմ, իսկ այն ժամանակ ոնց որ ոտքս դրած գիպսի մեջ լիներ, վաբշե հնարավոր չէր ոչ շարժվել, ոչ մի բան, էս էլ էսպես, ես իմ, ոնց ասում են, ես իմ կարնիվորի գովքն եմ անում, այսօր սիրելիներս, նաև ես նայեցի մի հատ, կարելի էր ասել այդպես դոկումենտալնի կինո, փոքրիկ, դա ամերիկացիների հանած կինոն էր, դոկումենտալնի, հենց ուղղակի ճարպի ու սպիտակուցների մասին, թե մարդկանց ինչպես էին փորձարկման նման մի բան, օրինակ մտել էին մի հատ կնոջ էին փորձում, ինքը ասմայով հիվանդ կին էր, ավելնորդ քաշ ուներ, բայց ոչ այնքան, որ եթե ճիշտ նկատեմ, ոչ այնքան ինչքան ես կամ ինձանից ավելիները, նա ասմատիկ խնդիրներ ուներ, հետո մի փոքր երեխայի, այսինքն երկու երեխայի
երկուսն էլ աուտիզմով հիվանդ երեխաների մասին էր ու այնտեղ արդեն գնում էր դա դրանց մասին էր, որ ընդհանրապես տվեցին շաբաթներով, ամիսներով, դե հետևում են, պարզ է եւ այդ մարդիկ փոփոխությունը զգացել էին, այնտեղ խոսքը նույնիսկ նիհարելու մասին չէր ընդհանրապես, այնտեղ արդեն խոսքը գնում էր ուրիշ ուղղություն, բայց երբ որ այդ ասմատիկ կինը զգացել էր ոչ միայն այդ իր հիվանդության փոփոխությունները, այլ նաև զգացել էր քաշի կորուստ ու ինքը բացի այն որ ասմատիկ էր, ինքը նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետ ուներ, այսպես։ Հետո խոսքը գնաց այն մասին, որ ջունգլիներում այնտեղի ապրող մարդկանց սևամորթներին հարց էին տալիս, բոլորը ավելնորդ արդեն քաշերով նստած հարց էին տալիս, թե մի քանի տարի առաջ ինչպես է ձեզ մոտ եղել, ինչ հիվանդություններ ունեք եւ ամեն մեկը ասում էր, մեկը սրտի պրոբլեմ, մեկը ասմա, մեկը շաքարային դիաբետ, մեկը շատ տարբեր այդպիսի քրոնիկական հիվանդություններ, ամեն մեկը մի բան էր ասում, մեջքի ցավ, ոտքի ցավ, քրոնիկական բոլոր հիվանդությունները, այդ ծաղկաբույլը բոլորին որ կա։ Փաստորեն իրենք մեղադրում էին, որ տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, ոչ թե մի քանի տարի առաջ, շատ տարիներ առաջ, երբ իրենց սպիտակ մարդիկ, ինչպես իրանք են ասում եվրոպացիները, չեն բերել մեզ, չեն տվել այդ կուկուրուզնի ալյուրները, սպիտակ ալյուրները, չէին տվել կաշաները տարբեր տեսակի, չեն տվել տարբեր սոկեղենը եւ այլ, մի խոսքով մեր սովորական սնունդը, ճակերտավոր ասած մեր սովորական սնունդը, քաղցրավենիքները, գլյուտենը եւ այլը, ասում են, որ մենք մեզ լավ էինք զգում, մենք ավելի թեթև էինք, ավելի ճկուն էինք, ավելի մկանոտ էինք, որովհետև մենք ուտում էինք մեր որսի միսը եւ ուտում էինք այն բանջարեղենները, որը բնական էր, որը մշակված չէր, ինչ տեսնում էինք, հետո ասում են եւ ոչ միայն բոլոր բանջարեղենները, մրգերը, քանի որ ինքը ասում է նույնիսկ իմ պապիկը գիտեր այ որ ուտելիքն է, որ բանջարեղենը եւ որ միրգն է կարելի ուտել, իսկ որը չէ։ Էդ էլ այդպես հետաքրքիր բան էր, լսեցի ու ինչպես մենք էլ սպիտակամորթ ու ոչ ջունգլիների մարդ, սովորական աշխարհի մարդ, ոնց որ այս պահին ինչ որ մի պահ այդ մեղադրականը որ տալիս էր, ոնց որ մի պահ մենք էլ մեղավոր զգանք, ասենք մարդիկ լավություն են արել, հետո ասում են փրկեք աֆրիկյան ցեղերին, ասենք բաներից, սովից, բա Աֆրիկայում այդքան մարդիկ սոված են, բա այս, բա այն, բայց գալիս է փաստորեն մի պահ ու իրենք ինչպես ասում են, մեղադրում են եվրոպացիներին, մեղադրում են սպիտակ ամերիկացիներին, որը այդ կուլտուրան բերին մցրին իրենց ջունգլիներում եւ իրենց ազգը, իրենց ազգասացը, չէ, իրենց ցեղը սկսեց վատառողջ ապրել։ Ուրեմն այս մասին այսքան սիրելիներս, ես նորից եմ ասում, կամաց եմ շարժվում, չեմ էլ վանանում, տեսնենք ինչ կլինի, փորձարկումներ ես ինքս ինձ վրա եմ անում եւ բացի փորձարկում ասվածը օրինակի համար, տեսեք այսպես, ես այսօր փորձարկումը ոնց է եղել, երբ որ ես առավոտյան ուղիղ կշռել եմ 200 գրամ ձուկ ու կերել եմ 200 գրամ ձուկ ու կերել եմ 16 գրամ խոզի սալ, 16 գրամ էր, 15 գրամ էր, այդպես հաշված ու ոչ մի բան,
ու հասկացա, որ ձուկը вообще-то մեր սիգացուկն էր, այնպես չի, որ ինքը ճարպոտ ձուկ է կամ այլն, ուղղակի այս ճարպը ես ավելացրի։ Ասեմ, որ սովածություն էի զգում, ոչ, բայց երբ որ ես սկսում եմ այս սովածություն չեմ զգում, բայց շատ տարբերություն, սովածություն չեմ զգում, բայց կուշտ էլ չեմ զգում։ Միջինը, ու այդ պահին կարող է մի քիչ թուլություն լինի։ Իսկ երբ որ ես ավելացրի երեկոյան այդ նույն կերածինը 2 ձու ու մի փոքր ճարպ էլ ավել, երևի պլյուս այդ 15 գրամին երևի այնտեղ պլյուս 5-6 գրամ, ապա հասկացա, որ այ հիմա նստած էլի նորից ահա որ կուշտ եմ։ Փաստորեն մի քիչ ավելացնում եմ այդ ահա որ կուշտ լինելու պահը պահում է։ Մի քիչ երբ որ արդեն ճարպն եմ քչացնում, հույսը մնում է սպիտակուցների վրան, մի քիչ ոնց որ ոչ թե սովածություն եմ զգում, այլ մի քիչ ոնց որ թուլություն հետո զգամ։ Դրա համար ընդհանրապես որ այդ մարդկանց լսում ես, այո, նրանք էլ ասում են, որ ճարպ անպայման պետք է լինի, եթե ոչ 50%-ը քո կերած մսի, գոնե առնվազն 30%-ը պետք է դա ճարպը լինի։ Էս էլ այսօրվա սննդակարգիս մասին, տեսնենք վաղը ինչպես կլինի, վաղվա օրը ինչպես կլինի, իսկ ընդհանուր զգացողությունները փառք Աստծո գլխացավերը չկան, փառք Աստծո առույգությունը որոշ չափով կա, ինչը չէի համեմատի, նույնիսկ երբ որ ասում եմ թուլություն, ժողովուրդ ջան, այդ թուլությունը չի գալի այդ չուտելու հետ, ուղղակի ճնշումը իջնելու պահն է։ Ես երեկ էլ համոզվեցի, որ ճնշումս լավ իջնում է։ Հետո ես այնտեղ կարդացի, առավոտն էլ մի պահ թույլ էի զգում, հետո ես այնտեղ կարդացել էի ու լսել էի, որ կարելի է, երբ որ այդպես ես զգում, ուղղակի միներալների պակասություն ունես, հենց թեկուզ եւ աղի քանակի պակասություն, եւ այդ դեպքում ես մի պտղունց աղ ավելացրի, ճիշտն ասած զզվելով էլ խմել եմ, բայց խմելուց հետո իրոք որ զգացի, որ ավելի այդ աղաջրից հետո առույգացա, մի փոքր մի պտղունց աղ սովորական ջրի մեջ լցե խմել եմ, չնայած ես հանքային ջուր եմ խմում։ Էնպես այսօր այսպես իմ զգացողությունների այս մի քանի հայի դեպ ամսի 5-ին ամիսը կլռանա, այդ դեպքում մի հատ իտոգի կգանք, միգուցե այդ դեպքում էլ մի հատ նորից չափեմ գոտկատեղը, բայց այ կշռվելը, քանի որ կշռվել եմ 15-ին, նորից եմ ասում, ես ինձ խոսք եմ տվել, ուրեմն 15-ին էլ կշռվեմ, ուղղակի տեսնենք ինչքան է լինում այդ 15-ից 15 ընկած ժամանակահատվածի քաշը։ Այսօր այսքանը սիրելիներս, խնդրում եմ գրանցվեք ալիքիս, թող տարածվի, գրեք մեկնաբանություններ, իսկ դիտողներից, ամեն մի դիտողներից ես շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ դիտումների համար, ես հասկանում եմ, որ քիչ առաջ կգնամ, ես հասկանում եմ, որ ինչպես ասում են, Մոսկվան մեկ անգամից չեն կառուցել, այնպես որ ես իմ քանդած ուղին ուզում եմ քիչ հարթեցնել ու դզել, տեսնենք ինչպես կընթանա, գրանցվեք ալիքիս, թող տարածվի, թող շատանա, թող YouTube-ի ալգորիթմը ինքը շատացնի, ես շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ, բոլորիցդ, ամեն մի լայքի ու մեկնաբանությունների համար։ Այսօր այսքանը, շնորհակալություն դիտումների համար։